չեմ հասկացել երբեք մարդկանց, ովքեր այդքան սրտացավությամբ են վերաբերվում այս պայմաններում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներին։ Դա քաղաքական ակցիա է։ Կարող է էսթետիկորեն մեկի դուրը գալ, մեկի դուրը չգալ, խնդիրել չեմ տեսնում, խնդիրը այլ հարց է։ Թուրքիայի պետությունը ձևավորվել է այդ ու նաև հայոց ցեղասպանության հիման վրա ու պահպանել է նույն սիմվոլիկան։ Նա դուք պատկերացնում եք Գերմանիան պահպանածներ ֆաշիստական Գերմանիայի սիմվոլիկան։ Իսկ դուք գիտեք մարդ ու քաղաքական ուժ կամ ընդհանրապես անհատ, որ ասում է մենք հարց ենք լուծում Թուրքիայի դրոշ օրինակ այլով կամ քաղաքական ակցիա անելով։ Ես ուզում եմ հասկանամ այդ որ նարատիվը ինչի պատասխանն է։ Ես չեմ հանդիպել մեկին, ով ասում է, որ քաղաքական ակցիա արտահայտելով կամ դիրքորոշում արտահայտելով մենք ուժեղանում ենք, բանակը վերազինում ենք, վերադարձնում ենք կորսվածը, ազատագրում ենք օկուպացված տարածքները։ Այդ չի խնդիրը։ Խնդիրը դիրքորոշման արտահայտումն է։ Օրինակ ես չեմ կարծում, որ Թուրքիայի ճանաչումից եւ հատուցումից հետո Հայաստանում ինչ որ խումբ կամ երիտասարդներ անգամ դրոշ են այրում։ Ես չեմ այդպես չեմ պատկերացնում։ Սա դիրքորոշման արտահայտում է։ Այսինքն, եթե դուք ինձ հարցնեք ինչ օգուտ կա դիրքորոշման արտահայտելու եւ դիրքորոշման չարտահայտելու միջեւ, ես այդ հարցին օրինակ sense կարող եմ պատասխանել։ Իսկ դուք պատկերացնում եք, եթե հիմա չճանաչած որևէ քայլ Թուրքիան չի նախաձեռնել եւ սկսի մեր դիրքորոշումները մեղմացնել, այսինքն հանրությունների դիրքորոշում։ Ես օրինակ դա չեմ պատկերացնում։